Թոշակներ, նպաստներ կբարձրանան արդյոք։ Հաջորդ տարի ավարտվում է այս կառավարության հնգամյա ծրագրի ժամկետը։ Պոպուլիստական խոստումների կատարման համար մնացել է մեկ բյուջետային տարի։ Հիմա բերեմ ընդհանրական մի քանի փաստեր ու գնահատումներ չկատարվող սոցիալական խոստումների մասին։ Այս մասին գրել է Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Թադևոս Ավետիսյանը։ Այս խոստումները վերաբերում են սոցիալապես առավել խոցելի խմբերում գտնվող մեր հանրության 40%-ին, այդ թվում կենսաթոշակառուներ, նպաստառուներ, աշխատող աղքատներ և ծայրահեղ աղքատներ։ Նախ արձանագրենք, անցնող 7 տարիներին այս քաղաքացիների կյանքի որակը նվազել է, քանի որ միջին գնաճը գերազանցել է նրանց եկամուտների միջին աճին։ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4/6 բաժնում խոստացել էին մինչև 2026 թվականը նվազագույն կենսաթոշակի չափը հասցնել պարենային զամբյուղի արժեքին, միջին կենսաթոշակի չափը հասցնել նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին, նվազագույն աշխատավարձը դարձնել 85,000 դրամ։ Հիմա ներկայացնեմ պաշտոնական վիճակագրության փաստերը։ Շուրջ 500,000 կենսաթոշակառուներ ամսական կենսաթոշակի միջին չափը 49,000 դրամ է, իսկ մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 81,681 դրամ է։ Ի դեպ, նոր նշանակված կենսաթոշակների միջին չափը գնալով նվազում է աշխատանքային ստաժերի կրճատմանը զուգահեռ։ 2024 թվականին այն կազմել է շուրջ 43,000 դրամ։ Ավելին, կենսաթոշակառուների շուրջ 35%-ը աղքատ են կամ ծայրահեղ աղքատ և ստանում են անապահովության նպաստ։ Մինչև 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող շուրջ 1000 քաղաքացիներ էլ ստանում են ծերության կամ հաշվանդամության նպաստ, որը միջինում կազմում է 36,500 դրամ։ Այսինքն, իրենց ծրագրային խոստումը կատարելու համար այս կառավարությանը հաջորդ տարի միջին կենսաթոշակի չափը պիտի բարձրացնի 67%-ով, իսկ նվազագույն կենսաթոշակի չափը պիտի բարձրացնի 21%, քանի որ պարենային զամբյուղի արժեքը 44,152 դրամ է։ Անապահովության նպաստ ստացող ընտանիքների թիվը այս իշխանության օրոք իրականացված տարբեր խստացումների հետևանքով նվազել է շուրջ 40%-ով, դառնալով 60,752 ընտանիք, որոնց 65%-ում ապրում են նաև երեխաներ, և այն դեպքում, երբ աղքատության միջին մակարդակը գրեթե չի փոխվել։ Ընտանիքի անապահովության նպաստի միջին չափը 36,600 դրամ է, շուրջ 2,5 անգամ պակաս նույնիսկ մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից։ Նվազագույն աշխատավարձ ստացողներն էլ աշխատող աղքատ են, քանի որ դրա չափը շուրջ 7,000 դրամով պակասել է նույնիսկ մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից։ Այսինքն, ըստ խոստման, նվազագույն աշխատավարձն էլ հաջորդ տարի պիտի բարձրացնեն 14%-ով կամ 10%-ով, 10,000 դրամով։ Չկատարված սոցիալական խոստումները քողարկելու նպատակով հաջորդ տարի նախատեսված է կենսաթոշակի անկանխիկ վճարումներից հետվճարի առավելագույն չափը բարձրացնել ընդամենը 4,000 դրամով։ Ի դեպ, հետվճար չի կատարվում հիմնական ծախսը հանդիսացող կոմունալ վճարներից, հաջորդը նպաստառուների և կենսաթոշակառուների գրեթե կեսը փաստացի չեն օգտվում այս հետվճարից։ Այսինքն, նույնիսկ հետվճար ստացող կենսաթոշակառուների թոշակի միջին չափը հաջորդ տարի կարող է առավելագույնը բարձրանալ ընդամենը 4,000 դրամով կամ շուրջ 8%-ով, իսկ օրվա իշխանության ծրագրային խոստման համաձայն այդ չափը պիտի բարձրանար առնվազն 67%-ով։ Փաստորեն, նախորդ 4 տարիներին պարբերաբար խաբելուց և իրենց խոստման կատարումը հետաձգելուց հետո այլևս ակնհայտ դարձավ այս խոստումները և չեն կատարվելու, քանի որ դրանց կատարումն ուղղված է փոփոխություններ նախատեսված չեն և այն կառավարության հաստատված վերջին 2026 թվականի պետական բյուջեի նախագծում նրանք դա չեն ներառել։